Ափսոսում եք, որ Աննա Հակոբյանն այլևս չի կրթելու։ Ով Աննա Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանը։ Չեմ ճանաչում ճիշտ ասած։ Ես այդ բանով չեմ հետաքրքրվում։ Այդ մասին ոչ մի բան չեմ ուզում խոսել։ Ինչի կրթում էր միջև հիմա, հա։ Տեղյակ չեմ եղել, որ ճիշտ ասեմ։ Ում կրթի, թող ինքը կրթվի իրան կրթեն։ Ժողովուրդս ավելի լավ կրթված է, քան իրանք։ Ինչ ասեմ դրա մասին։ Այս չեմ ուզում։ Ես չեմ ուզում ընդհանրապես այդ թեմաներով խոսալ։ Ում է կրթում, որ այդ կրթում։ Ես ընդհանրապես չեմ ուզում ճանաչել իրան եւ ոչ էլ ինձ ինքը հետաքրքիր։ Շատ ցածր անձնավորություն է ինձ։ Ինքը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ինձ սիմպաթիան չի։ Ոչինչ չեմ կարող ասել։ Չգիտեմ, ես իր կրթելու որակը տեղյակ չեմ, ծանոթ չեմ։ Ոչ, միանշանակ ոչ, չեմ ափսոսում։ Ես դաժե ուրախ եմ, որ ինքը չի կրթելու։ Եթե կրթելու կարիք չկա, թող չկրթի։ Չէ, ուղղակի Չինաստան է մեկնում սովորելու համար, դրա համար այլևս կրթվել է նրա ձևը շարժումը չի մասնակցում։ Չեմ կարող ասել։ Բայց դուք ափսոսում եք դրա համար, որ ինքը այլևս չի կրթելու։ Չէ։ Ես ինձ անիմաստ բան է։ Հələ նախ թող կրթվի, հետո կրթի։ Բայց դուք ափսոսում եք, որ այլևս չի կրթելու, գնալու է Չինաստան սովորելու, դրա համար իր կրթվելը նորաձև է շարժումը։ Այս բոլորովին չի հետաքրքրում, ուր է գնում, ինչով է զբաղվում, ինչ է անում, ինչ չի անում, օգուտն ինչ։ Երևի ինձ թվում է ավելի լավ կրթության նախարար գտնենք մեր համար, երեխեքի համար էլի, այսքան մեր համար չէ։ Իմ ժամանակին ես շատ լավ եմ կրթվել, ու իրոքից շատ կուզենայի, որ իսկապես մի հատ նորմալ խելքը գլխին կրթական համակարգ ունենային, որս երեխեքը լավ տիրակվեին նորմալ։ Այսինքն հերթական վայնասուն, հերթական արտահայտության վերաբերյալ, ես չգիտեմ Աննա Հակոբյանը ինչպես է կրթել կամ կրթելը ընդհանրապես թե ոչ, պարզապես գիտեք ինչ մեր իշխանությունների, նրանց հարակից անձերի վերաբերյալ այս տարիների ընթացքում յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր քայլ վայնասունների առարկա է դարձել, ես այլևս արդեն լուրջ չեմ վերաբերվում նման բաների, հասկանում եք, ու այդ հարցադրումները ես զարմանում եմ, մեր լրագրողական դաշտը նրանք մի ուրիշ աշխարհ են ստեղծում, որը շատ հեռու է իրական աշխարհից։ Այդքան բանը, մարդիկ ովքեր որ քիչ շատից սթափ դատող են, նրանք այսպես կոչված օրակարգային թեմաները, երբ որ մենք ունենք շատ ավելի լուրջ հարցեր, դարձնել խոսակցությունների, առավել եւս վայնասունների առարկա համարում եմ անընդունելի։ Բայց հենց իշխանության ղեկավարն է կարևոր հարցերը թողած, չգիտես ինչ հարցեր։ Իշխանության, գիտեք ինչ, ոչ ես, ոչ էլ դուք եւ ոչ էլ որևիցե մեկը կարող է իմանալ ամենակարևոր հարցը որն է։ Ես 4 կողմս որպես քաղաքացի տեսնում եմ, կանաչապատումը կարևոր է, մաքրությունը կարևոր է, որպես պարզապես քաղաքացի եւ ես տեսնում եմ քիչ թե շատ այդ բոլոր ոլորտներում աշխատանքներ են տարվում, հասկանում եք, իսկ թե քաղաքականության մեջ որն է կարևոր, ես այդ գիտելիքը չունեմ եւ այդ մարդիկ անվտանգությունը չէ կարևոր։ Անվտանգությունը կարևոր է եւ անվտանգության կարծում եմ եւ անվտանգության դուք չեք տեսնում աշխարհում ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը այս ամենում մժեղ է, ինչպես եւ ցանկացած մեկը ուրիշ երկրներում։ Նիկոլ Փաշինյանից ինչ եք ուզում։ Մարդը սենց ժառանգություն է ստացել, ավիրված երկիր, բոլոր իմաստներով եւ բոլոր ոլորտներով։ Եվ այդ ամեն ինչի պատասխանատվությունը նա քիչ թե շատ իր վրա վերցրել է։ Ինչ կարողանում է մարդը անում է, ոչ ավազակ է, ոչ կողոպտիչ է։ Ես չեմ հասկանում։ Ես ինքս ինձ դնում եմ իր տեղը, հա? Ու մտածում եմ այս ավերի մեջ, երբ որ ոչ բանակ ունեիր, ոչ կրթական, ընդհանրապես դուք տեսնում եք մեր հասարակությունը, մեր երիտասարդությունը ինչ որակի է, ու դա միմիայն թերի ուսուցման
արդյունք է, այո, մենք ունենք այսինքն մենք այս Նորմալ է կրթության միջակայքը։ Ես ուսանող չեմ կարող դատել ու նման խնդիրները մի տարվա մեջ, 5 տարվա մեջ, 10 տարվա մեջ նույնիսկ չեն, սա պետք է մեր դասախոսական կազմը, ինչ մակարդակ է, ես շատ մեծ վերապահումներով եմ վերաբերում այս բոլոր հարցերին ու մեծ չխոսամ, ես չեմ կարողանում խոսելուց հետո պետք է գոնե հավակնություն ունենաս, որ քո ասացի գոնե մի 10%-ը ճշմարտություն լինի, իսկ սրա նրա այդ լրատվական աղբամաններից ես ընդհանրապես չեմ օգտվում, իսկ իմ տեսակետը չեմ կարող հայտնել այս պահի դրությամբ, ես կարող եմ հայտնել անցած պերիոդի տեսնելով մարդկանց մակարդակը, կրթական, ընդհանրապես կեցվածքը եւ այլն, ես կարող եմ ասել վերջին 20-30 տարվա մեր այդ համակարգը ամբողջովին իր գործը չի կատարել։ Ես դա կարող եմ ասել, իսկ 10-20 տարի հետո թե Նիկոլը ինչ արեց կամ չարեց, դրա արդյունքը կերևա 10-20 տարի հետո։ Ես չեմ կարող հիմա ձեր հարցի պատասխանը Աննա Հակոբյանը ափսոսում եմ, ես նորից եմ ասում, վերջացրեք այդ վայնասունները ղեկավարության յուրաքանչյուր խոսքի ու քայլի։ Մենք դրա ոչ գիտելիքը ունենք, ոչ պատկերացում ունենք, թե ընդհանրապես ինչ է կատարվում, իսկ սրա նրա պատվերը կատարելու ես միտք չունեմ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը Facebook-յան էջում գրառում է արել տեղեկացնելով, որ հունիսի 28-ին տեղի է ունենալու կրթվել նորաձև շարժման հերթական հանդիպումը, նշելով, որ սա Երևանում իր վերջին հանդիպումն է լինելու պայմանավորված Չինաստան մեկնելու եւ ուսանելու հետ։ Օրագի Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ափսոսում եք, որ Աննա Հակոբյանն այլևս չի կրթելու։